Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում այսօր նա կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Օտարերկրյա ներդրողները Հայաստանի Հանրապետությունում ունենալու են տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ։ Նոր օրենքի նախագծին կառավարությունը տվել է համաձայնություն կառավարության այսօրվա նիստում։ Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ամսական կտրամադրվի նպաստ 50,000 դրամի չափով։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում, որը կտարածվի 2026 թվականի հունվարի 1-ից ծնվածների վրա։ Աչափնյակում տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ սպանված տղամարդը 45 տարեկան է։ Այդ մասին հայտնել է Ներքին գործերի նախարարությունը ու ավելացրել, որ մասնակիցների շրջանակը պարզել են, սակայն կալանավորվածներ դեռ չկան։ Հոսպիտալացված անձանցից մեկը Արմենիա բժշկական կենտրոնից դուրս է գրվել։ Այս մասին Fast-Info-ի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Կուրղինյանը։ Նրա փոխանցմամբ հիվանդանոցում գտնվող 5 անձանց վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող որևէ վտանգ չկա։ Դատարանը վարույթ է ընդունել հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու այցադիմումները ընդդեմ կարգալույծ Արամայից Թախմազյանի։ Խոսքը եկեղեցու և բնակարանի բանալիների հետ վերադարձնելու մասին է։ Բագրատ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց։ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը ընդգծեց, որ քրեական հետապնդումը քաղաքական շարժառիթ ունի։ Դատավոր Կարեն Հովհաննիսյանը փոխել է քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բանտային կալանքը և դրա նկատմամբ կիրառել տնային կալանք։ Այդ մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, նշելով, որ Նարեկը դեռ գտնվում է հիվանդանոցում և անցնում հետվիրահատական բուժում։ Իրավապահներն այսօր կրկին հիշել են Գագիկ Ծառուկյանին, որն ակտիվացրել է իր քաղաքական գործունեությունը և հայտարարել ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Նրա տանը կատարվել է զննություն իրեն չառընչվող վարույթի շրջանակում։ Մոսկվայից շարունակում են հնչել կոշտ արձագանքներ երկաթուղին երրորդ կողմին փոխանցելու Փաշինյանի առաջարկի վերաբերյալ։ Երկաթուղիների կառավարման ոլորտում Ռուսաստանին փոխարինելու Հայաստանի իշխանությունների ծրագրերը չմշակված են, ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։